Պարոն Թադևոսյան, այսօր կարծես իրականացրած ակցիան համացանցի ամենակննարկված թեման էր, երբ միասնական պողոտայում հայտնվեց զեբրի նման ներկված էշը։ Ինչի հետ էր սա կապված, ինչ ակցիա եք իրականացնում։ Ուրեմն ակցիան կապված էր նրա հետ, մենք 3 խնդիր էինք ուզում լուծենք։ Նախ առաջինը, որ կենտրոնաբանական այգին երևի շատ վաղուց բանից այսքան ուշադրություն չէր ստացել ու բոլորը նաև մենք էլ համոզվեցինք, որ այնտեղ կենդանիները նախ շատ լավ են պահպանվում ու փախնել այնտեղից գրեթե անհնար է։ Երկրորդը, որ ինչ որ ուզում էինք բացահայտենք, դա մեր ընկերության մարքեթինգային քայլներ այն առումով, որ մեր մասկոտը, այսինքն մեզ ներկայացնող կենդանին, մեր բրենդը ներկայացնող կենդանին զեբրն է, որը որ շատ տարածվել է այս վերջի ժամանակներս։ Ուշադրություն ուզում ենք գրավենք հենց որ ամսի 8-ին մեր բացումն է ու զեբրը արդեն քաղաքում է իրական զեբրի մասով ու այդ է ընդհանուր առմամբ մեր գաղափարը։ Ինչպես նաև երրորդը, հենց քանի որ մենք բանակցություններ ենք վարում կենտրոնաբանական այգու հետ, այն մասով, որ ուզում ենք զեբրները, որոնք որ բնակվում են սպային կենտրոնաբանական այգում, վերցնենք մեր պատրոնաժի տակ, ու նաև այդ դրա վրա ենք ուշադրություն ուզում դարձնենք։ Այդ 3 կետերն էլ ըստ ումա փայլուն ստացվեցին։ Պարոն Թադևոսյան, տեսեք, դուք զեբրերի մասին եք խոսում եւ ասում, որ անգամ պատրաստ եք ձեր հոգացության, խնամակալության տակ վերցնել կենդանուն, բայց շատ կենդանիների պաշտպաններ այսօր ահազանգում էին, որ այս դեպքում իշուկի համար վտանգավոր նյութերով հնարավոր է ներկված լինի։ Շատ լավ հարց է, որտեղ համանցածի մի կեսը հենց դրա մասին է խոսում։ Դե մենք էլ գիտենք այս ամեն ինչը սկսելուց, որ լինելու են նման զրույցներ ու բնականաբար մենք վարվել ենք կենտրոնոց շատ նուրբ, այսինքն բոլոր ներկերը դրանք բուսանական ծագում ունեցող ներկեր են, այսինքն որ ձուն ներկում ենք մենք զատիկին, կամ ինչ որ նման անվտանգ նյութերով է ներկված ու ալյուրով, սպիտակ մասն էլ ալյուրն է, այսինքն ինքը ոչ մի վտանգ չի սպառնում, նույնիսկ sense տիրոջ հետ էինք խոսում քիչ առաջ, որ ասենք արդեն լողացնելու ժամանակն է զեբրիկին, ասում իշուկին ասում չէ, չեմ լողացնելու, sense շատ ավելի լավն է, տեսքում մեծ հետաքրքրություն կա իր նկատմամբ։ Ամեն դեպքում ամեն ինչ արված է, որ ոչ մի խնդիր չառաջանա կենտրոնու առողջության հետ կապված, ինքը լիցենզավորված գործունեությունները ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ոչ մի խնդիր չկա կապված կենտրոնու առողջության, իրավական։ Ասացիք, որ օրեր անց արդեն Երևանում կլինի նաև զեյրոն, կխնդրեմ նախաձեռնության մասին պատմել, քանի որ քաղաքացիներից շատերը չգիտեն ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ինքը հայկական առաջին արհեստական բանականությունն է, ամբողջապես հայկական հայ ծրագրավորողների կողմից իրականացված